Հենրիխ Դանիելը։ Բարև ձեզ, իմ անունն Արսեն է, ես հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, պատահականությամբ զբաղվում եմ բլոգերությամբ, քաղաքական բլոգեր եմ։ Ես չէի պատրաստվել ելույթ ունենալու, ընդհանրապես չէի մտքովս չէր անցել, որ կարող է ես մի օր Հայաստանի Հանրապետության եւ իմ համար մեկ ամբիոնից կարող է ինչ-որ մի կոչով կամ ինչ-որ մի առաջարկությամբ հանդես գամ։ Բայց տեսնում եմ ելույթների ժամանակ ու նույն հին նարատիվներն է, ժողովուրդ ջան։ Նախ առաջին շնորհակալություն նախաձեռնության համար, որ դուք impeachment եք նախաձեռնել, պատիվ ունեմ խմբակցությանը։ Շնորհակալություն բոլոր ներկաներին։ Բայց հասկացեք, այս ամենը այլ ոչինչ է, եթե չլինի մեկ հանգամանք։ Ես վերջում կասեմ, որ հանգամանքի մասին է խոսքը, ու դուք ֆիքսեք։ Այսօրվա իմ խոսքերից պատասխանատուն եմ ես։ Ես լայն մասաների հետ եմ շփվում, շատ լայն, 50,000 եւ ավել մասաների հետ եմ շփվում եւ լավ գիտեմ, մատս պուլսի վրա է, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Այն ժողովուրդը, որը կուսակցականացված չի, որը չի մասնակցում ժողովների եւ այլն, ժողովուրդ ջան։ Ձեր դեմ չունեմ ոչ մի բան։ Շատ հարգում եմ բոլորիդ, բայց ուզում եմ մի բան դուք ձեզ համար ֆիքսեք։ Նախ առաջինը պետք չի ստեղ բոլորի առաջ ասել, թե ինչ արել Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոնը։ Մեկ հանգամանք եմ ես բերում, մեկ հիշեցում եմ բերում, որից հետո պետք չէր ընդհանրապես այլևս բոլոր կարմիր գծերի մասին հատ խոսել։ Նիկոլ Փաշինյանը մի օր ասեց հարցազրույցի ժամանակ, թե ինչքան հիշում եմ Թուրքիայում, եթե Թուրան եք ուզում, մենք տալիս ենք։ Հարց Նիկոլ Փաշինյան, դուք Թուրանի քարտեզը տեսել եք երբևիցե։ Դուք տեսել եք, որ այնտեղ Հայաստան գոյություն չունի։ Եթե չեք տեսել, հաջորդ ձեր այցելության ժամանակ Էրդողանի մոտ իր գլխի վերևը կախած է, ուշադիր նայեք, Հայաստան չկա այնտեղ, չկա, այդպեսի Թուրան եք տալիս դուք իրան։ Ինչ եք տալիս։ Այսինքն այս խոսալուց հետո այլևս պետք չի ինչ-որ բաներ նորից ֆիքսել։ Ինչ մնում է բանկերի, ֆինանսների, էկոնոմիկա, ժողովուրդ, ամեն ինչ ոչինչ է մեր համար։ Անձամբ իմ համար ես հետ կվերադառնամ 90-ականների ցուրտ մութ օրերին, բայց կունենամ Արցախ, կունենամ հպարտ հայի կեցվածք եւ կունենամ ամեն ինչ, ինչ պետք է հային, որպես հայ գոյատևելու համար։ Ես չեմ ուզում ապրեմ կարակով, պանիրով, լավ շքեղ շորերով, լավ մեքենա քշելով, բայց թուրքական լիրայի տակ չեմ ուզում։ Ինչ է պետք անել դրա համար, որովհետեւ այս ձեր ասած impeachment-ը առաջ գնա, պետք է գեներացնել փողոց։ Իսկ փողոցը չի գեներացվելու, որովհետեւ ես առաջարկ եմ անում։ Առաջին նախագահ, երկրորդ նախագահ եւ երրորդ նախագահ։ Հրաժարվեք որևիցե մի պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունենալով եւ հայտարարեք դրա մասին էկրանին նայելով, ասեք, որ ոչ մի դեպքում այլևս դուք ոչ մի դեպքում չեք զբաղեցնելու ոչ մի պաշտոն եւ դուք տեսնեք ոնց կգեներացվի փողոց։ Եվ հասարակ քաղաքացին, որը չի սիրում Նիկոլ Փաշինյանին, նույնպես դուրս կգա։ Հասկացեք, դուք պետք է գնաք թոշակի, 3 նախագահներն են։ Եվ Սերժ Սարգսյան արդեն այդպիսի հայտարարություն արել է, որի համար ես շնորհակալություն եմ հայտնում։ Եվ հուսով եմ, որ ինքը կպայի իր խոսքը եւ չի վերադառնա ոչ մի ձևով այլևս ոչ մի պաշտոնի։ Դրա համար ժողովուրդ ջան, ավելի ստապվելու ժամանակն է եղել, իմ կարծիքով մենք իրավունք չունենք թույլ տալու, որովհետեւ մեր հազարամյա պատմությունների վերջին էջը ինչ որ մարդիկ, անհասկանալի մարդիկ կարողանան շրջել։ Եվ բոլորս մենք կլինենք նույնպես դավաճաններ Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբի հետ միասին, եթե մենք դա թույլ տանք։ Երբ որ մեր սերունդները արդեն Ամերիկաներում կարտնանան ինչ որ մի քաղաքում, իրանք մեզ չեն ներելու, որտեղ մենք ունեցել ենք շանս եւ դրանից չենք օգտվել։ Քանի կան 3 նախագահների գործոնը, փողոց չի գեներացվելու, սա հիշեք։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Համեցեք